Եթերում Բաքուն է։ Խոսափողի մոտ է Սարա Հուսեյնլին։ Այժմ ձեզ հրավիրում ենք լսել հանրահայտ ռուս քաղաքագետ Միխայել Կորոբովի «Մեծ կեղծիք» կամ հայկական ցեղասպանության մասին առասպել պատմական վերլուծություն։ Նախ նշենք, որ Օսմանյան կայսրության պարագլուխները մինչև պատերազմական գործողությունների մեջ մտնելը հանդիպել էին դաշնակների հետ, հուսալով ապավինել նրանց պաշտպանությանը։ Հատկանշական է, որ դաշնակներն իրենց հերթին նրանց խոստացել էին, որ որպես այդ երկրի օրենքին հնազանդ քաղաքացիներ պատրաստ են իրենց զինվորական պարտքը կատարել երկրի առջև, սակայն նրանք չէին կատարել իրենց տված խոստումը։ Հենց որ ռուսական կայսրությունը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրության դեմ, դաշնակցական ընկերության պաշտոնական հորիզոնտ հերթում լույս տեսավ հետևյալ հայտարարությունը. հայերն առանց որևէ դատարման հանդես եկան Անտանտայի պետությունների կողմից։ Դաշնակներն իրենց բոլոր ռազմական ուժերը ներկայացրին Ռուսաստանի տրամադրությանը և սկսեցին ստեղծել կամավորականների գումարտակ։ Դաշնակցական կոմիտեն իր զինված ջոկատներին, որոնք Օսմանյան կայսրության ներսում նախապատրաստվում էին ապստամբության, այսպիսի մի հրաման տվեց. հենց որ ռուսական բանակն անցնի սահմանը, իսկ օսմանյան բանակը սկսի հետ նահանջել, անհրաժեշտ է ամենուրեք բարձրացնել ապստամբություն։ Այսպիսով օսմանյան բանակը կհայտնվի երկու կրակի արանքում, մի կողմից ռուսների հարձակումը, մյուս կողմից հայկական զինվորները թուրքական բանակի շարքերից դուրս գալով զենքերը կվերցնեն, միավորվելով կկազմավորեն զինված պարտիզանական ջոկատներ և կմիանան ռուսական բանակին։ Հայ ազգամոլ շատրիչների հրահանգում ասվում էր. մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները, որպեսզի օժանդակենք Անտանտայի պետություններին, բոլոր ուժերը ներդնենք հանուն Հայաստանի հաղթանակի, հանուն Կովկասյան Կիլիկիայի հաղթանակի և մասնավորապես Ռուսաստանի հաղթանակի։ Նույնիսկ Վան վիլայեթից ընտրված Օսմանյան խորհրդարանի հայ ներկայացուցիչ Պապազյանը պարտիզանական զինված ջոկատի ղեկավար դառնալով կռվում էր իր երկրի ժողովրդի դեմ։ Նա տպագրել էր հետևյալ բովանդակությամբ հայտարարություն. Կովկասի հայկական կամավորների զինված ջոկատները պետք է նախապատրաստվեն պատերազմական գործողությունների, նրանք պետք է դառնան ռուսական բանակի առաջամարտիկներ, որպեսզի ռուսներին օգնեն գրավելու հայերի բնակեցված շրջանների կարևորագույն ռազմական հենակետերը, դրանից հետո շարժվեն դեպի Անադոլու, որպեսզի այնտեղ միանան արդեն կազմավորված հայկական զորամիավորումներին։ Պատերազմական գործողությունների ժամանակ հայերը լքում էին օսմանյան բանակը և աննկատ միանում ռուսական բանակին։ Հայերի շատերը միանալով ստեղծում են ավազական կազմավորումներ և օգտագործում են զենք ու զինամթերք։ Հայ ավազականները այդ զենքերը և ռազմական հանդերձանքը տարիներ շարունակ հավաքել ու պահել, թաքցրել էին հայկական եկեղեցիներում և դպրոցներում։ Հայ ազգայնամոլ շատրիչները հարձակվելով օսմանյան զենքի և պարենի պահեստների վրա կողոպտում էին պահեստներում եղած զենքերն ու պարենային մթերքները։ Պատերազմը սկսելուց մի քանի ամիս անց հայկական զինված ջոկատները երկրի արևելյան մասում սկսեցին վանդալիստական հարձակումներ գործել թուրքական քաղաքների, շրջանների, ավանների ու գյուղերի վրա և անգթորեն ֆիզիկապես բնաջնջել թուրք բնակիչներին։ Հայ ազգայնամոլ շատրիչները կազմալուծում էին օսմանյան բանակը, քարուքանդ էին անում ճանապարհներն ու կամուրջները, հարձակում են բեռնված քարավանների վրա։ Հայ կամավորականների գազանություններն այնքան դաժան էին, որ ռուսական հրամանատարությունը ստիպված եղավ նրանց հանել պատերազմական գործողություններից և ուղարկել թիկունք։ Այն ժամանակվա ռուսական սպաները գրում էին, որ հայերը թուրքերի հանդեպ այնպես անողոք էին վարվում, այնպիսի հանցագործություններ էին գործում, որ մարդու մազեր էր փշաքաղում։ Ռուսները չէին պատկերացնում, որ անմարդկային վերաբերմունքը և դաժանությունը այդչափ անսահման կարող է լինել, նույնիսկ իրենց աչքերին չէին հավատում, որ մարդկանց կարելի է այդչափ խոշտանգել և տանջամահ անել։ Հարկ է նշել, որ հայ շատրիչների գազանությունները ոչ միայն թուրքերի և այլ մահմեդականների հանդեպ էին։ Ազգայնամոլ դաշնակները չէին խղճում նույնիսկ գույներին և հրեաներին։
Հայ ազգայնամոլ սակրիչները Տրապիզոնում եւ նրա շրջակայքում ֆիզիկապես ոչնչացրին հազարավոր հույների, Հակկարայի շրջանում շրջապատեցին բոլոր հրեաներին եւ ֆիզիկապես ոչնչացրին։ Այս բոլոր չարագործությունների եւ հանցագործությունների նպատակն էր պաշտպանել միայն հայերին այն տարածքներում, որտեղ նախատեսված էր ստեղծել նոր հայկական պետություն։ Մնացած բոլոր բնակիչները անգթորեն ֆիզիկապես բնաջնջվում էին, կամ էլ փախուստի դիմելով մի կերպ հրաշքով փրկվում էին ֆիզիկական բնաջնջման վտանգից։ Ռուսական բանակի սպաներից մեկը նկատել էր, որ հայերից խիղճ կամ գթություն սպասելն անիմաստ էր։ Օսմանյան խորհրդարանի նախկին ներկայացուցիչ, Էրզրումից ընտրված պատգամավոր Կարիգին Պաստերմաջյանը, որն ընտրել էր հեղափոխական նոր անուն, Արմեն Կարո անունը, ղեկավարում էր հայկական առաջին զորամիավորումը, որը ռուսական զորամասերի հետ ներխուժել էր Օսմանյան կայսրության տարածքը։ Օսմանյան կայսրության խորհրդարանի մի այլ պատգամավոր Համբարձում Բոյաջյանը, Մուրադ Մականունով ղեկավարում էր թուրք գյուղացիներին սրի քաշող հայ պարտիզանական ջոկատը։ Նա հրամայել էր ոչնչացնել բոլոր թուրք երեխաներին, քանզի նրանք մեծ վտանգ են սպառնում հայ ազգին։ Օսմանյան խորհրդարանի նախկին անդամ Փափազյանը պարտիզանական ջոկատներ է ուղարկում Վան, Բիթլիս եւ Մուշ, որտեղ նրանք ահաբեկչական գործողություններ են իրականացնում թուրքերի հանդեպ։ 1915 թվականի մարտին ռուսական զորքերը սկսեցին շարժվել դեպի Վան։ 1915 թվականի ապրիլի 11-ին Վանի զինված հայերը ապստամբություն բարձրացրին եւ ոչնչացրին մոտակա տարածքի բոլոր թուրքերին, որպեսզի ապահովեն ռուսների կողմից Վան քաղաքի գրավումը։ Դրա համար էլ բոլորովին զարմանալի չէ, որ Նիկոլայ II ցարը Վանի հայ հեղափոխական կոմիտեին հեռագիր է ուղարկում 1915 թվականի ապրիլի 12-ին, որով շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին ծառայելու համար։ Ստեղծված իրավիճակում, երբ հակառակորդի բանակը լայն հարձակում էր գործում արևելքում, հայ պարտիզանները ցանում էին մահ եւ ավերածություններ եւ թիկունքից հարձակվում էին Օսմանյան բանակի վրա։ Իշխանությունները հատուկ որոշում ընդունեցին, ըստ որի պատերազմական գործողությունների շրջաններից հայերը տեղահան էին արվում եւ ուղարկում պատերազմից չեզոք տարածքներ։ Ըստ երևույթի, դա օրենքով արդարացված էր ինքնապաշտպանության առումով։ 1915 թվականի ապրիլի 24-ին հայ հեղափոխական կոմիտեներն արդեն փակվել էին եւ չէին գործում։ Ձերբակալվեցին 235 հեղափոխականներ, որոնք մեղադրվում էին պետության դեմ ուղղված գործունեության համար։ Իդեպ այս ձերբակալությունների տարեթիվը, այսինքն 1915 թվականի ապրիլի 24-ը ամբողջ աշխարհում հայերը նշում են որպես հայկական ցեղասպանության օր։ Սակայն հակառակ այդ ցնդաբանության, որ մոգոնել էին հայերը, դա վերաբերվում է ոչ միայն թուրքերին, այլ բոլոր մահմեդականներին, որոնց հայերը իրենց թշնամիներն են համարում։ Պատերազմի ժամանակ ոչ ապրիլի 24-ին եւ ոչ էլ երբեք հայերի հանդեպ ոչ մի ցեղասպանություն չի իրագործվել։ Փաստերն ու փաստարկումները վկայում եւ ապացուցում են, որ Օսմանյան նախարարության խորհուրդը այն ժամանակ արձակեց հետեւյալ հրամանագիրը. տեղահան արված եւ նոր բնակավայրեր տեղափոխված հայերը պետք է ապահովեն կենսական բոլոր պայմաններով եւ հարմարություններով, ապահովել նրանց կյանքի եւ սեփականության անձեռնամխելիությունը, ապահովել նրանց նորմալ ապրելակերպը մինչեւ նրանց նոր տներում բնակեցվելը։ Հաշվի առնելով նրանց նախկին սոցիալ-տնտեսական վիճակը, պետք է նրանց հատկացնել հող եւ ունեցվածք։ Այս հրահանգը պետք է կատարել այնպես, որպեսզի խուսափել ինչպես հայերի, այնպես էլ մուսուլմանների ֆիզիկական բնաջնջումից։ Ճամբարներում գտնվող տեղահան արված հայերի վրա հարձակման դեպքում պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրանց պաշտպանության համար։ Հայերը հարավային Անադոլուց տեղափոխվում էին հիմնականում Սիրիա եւ Պաղեստին, իսկ հյուսիսից եկածները հանգրվանում էին Իրաքում։ Այդ ժամանակ տեղափոխվել էին ընդամենը 700,000 մարդ, եւ բնական է, որ դրանց թվում կային որոշ կորուստներ պատերազմական գործողությունների ժամանակ եւ երկրում տիրող բանդիտիզմի հետևանքով։ Այդուհանդերձ պետք է նկատի ունենալ, որ հայերի տեղահանությունը եւ բնակեցումը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ երկրում խիստ կարիք էր զգացվում
բարելիքի, սննդամթերքի, դեղորայքի եւ այլ ռեսուրսների։ Երկրում տիրում էր զանգվածային համաճարակ եւ այլ հիվանդություններ։ Չարժե մոռանալ, որ պատերազմի ժամանակ սովետին օսմանյան բանակի 90,000 զինվորներ եւ 3-4 միլիոն օսմանյան քաղաքացիներ, որոնք պատկանում էին տարբեր ազգի, տարբեր կրոնի եւ տարբեր դավանանքի։ Անկասկած հազարավոր հայեր ենթարկվելով տեղահանության ստիպված կրեցին բազմաթիվ ու բազմազան տանջանքներ եւ զրկանքներ։ Իդեպ նրանցից շատերը մահացան ճանապարհին, հիվանդության պատճառով եւ տեղափոխության ծանր չարչարանքների հետևանքով։ Այնուամենայնիվ, տեղ ունեցած դեպքերն ու իրադարձություններն անվանել 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, որն իբրև թուրքերն իրականացրել են հայերի դեմ, ճիշտ չէ եւ անարդարացի է, եւ անհիմն բարձրացված հարց է հայերի կողմից, քանզի այդ բոլորը համարվում է անամոթաբար հորինված սուտ եւ պատմական փաստերի ու փաստարկումների բացեիբաց աղավաղում։ Ելնելով դրանից, այսպես կոչված հայկական ցեղասպանության մոգոնողները գոնե նախքան դրա մոգոնելը կծանոթանային ցեղասպանության սահմանման հետ, թե որն է կոչվում ցեղասպանություն, որը ձևակերպվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1948 թվականին, որտեղ բաց եւ առանց շեղման ասված է, որ ցեղասպանություն չի կարող կիրառվել այն դեպքում, երբ խոսք չի գնում այս կամ այն խմբի մարդկանց մասնակի կամ ամբողջությամբ կամ համտածված ձևով ոչնչացման մասին, ոչ անցյալում եւ ոչ էլ հիմա չի կարելի ապացուցել, որ այդպիսի բան է պատահել։ Բոլորովին սուտ, հերյուրան խոսրպարտություն է թուրքերի դեմ հայերի անհիմն բարձրացրած ցեղասպանության հարցը։ Այդ իսկ պատճառով հայ ազգայնամոլներն ու նրանց կեղծարարություններին հավատացողները լավ կանեն, եթե իրենց մեջ տղամարդկություն գտնեն եւ հրաժարվեն անհիմն, այսպես կոչված ցեղասպանության եւ ուղային հարցերից։ Ինչպես սիոնիստները, այնպես էլ հայ ազգայնամոլներն ունեն շատ մեծ ֆինանսական հնարավորություններ ու մեծ հեղինակություն են վայելում միջազգային արենայում եւ կարողանում են ազդել միջազգային հանրությանը, սակայն ճշմարտությունը նրանց կողմը չէ։ Դրա համար էլ նրանք ապարդյուն ջանքեր են թափում։ Արդեն հասել է ժամը, որ հայ ազգայնամոլները վեշ տան անիմաստ հիվանդակին եւ մազոֆիստորեն փորփրել վաղուցվա անցյալը եւ փորձեն այն համապատասխանեցնել իրենց ազգային եսասիրական հասկացությանն ու պատկերացումներին։ Դրա փոխարեն հարկ է դա միանգամից նետել պատմության անցյալը եւ եթե ուսումնասիրենք պատմական ռեալիզմը եւ ոչ թե հետևենք կեղծարարություններին ու հերյուրանքներին, ապա կտեսնենք, որ ցեղասպանություն ասած բանը տեղի չի ունեցել։ Դուք լսեցիք դրվագներ հանրահայտ ռուս քաղաքագետ Միխայիլ Կորոբովի «Մեծ սուտ» կամ հայկական ցեղասպանության մասին առասպել պատմական ակնարկից։